Ամերիաբանկը որպես միջազգային Lion Finance Group ֆինանսական խմբի մաս ընդգրկվել է աշխարհի առաջատար բորսաներից մեկի՝ Լոնդոնի ֆոնդային բորսայի FTSE 100 ինդեքսում։ FTSE 100-ը ներառում է բորսայում գրանցված 100 ամենախոշոր ընկերությունները ըստ դրանց շուկայական արժեքի։ Բնականաբար կենտրոնական բանկը շատ ողջունում է եւ շատ դրական է վերաբերում այս զարգացմանը։ Ինչ է սա նշանակում։ Սա նշանակում է, որ մենք եւս մեկ քայլ արեցինք, որպեսզի թե բանկային համակարգը, թե մեր տնտեսությունը միջազգային ասպարեզում ավելի լավ երևա եւ հստակ Հայաստանի Հանրապետություն դնենք միջազգային քարտեզի վրա։ Այդ տեսանկյունից հատկապես ֆինանսական համակարգի համար դա շատ կարեւոր է, որովհետեւ ֆինանսական համակարգը եւ ֆինանսական բիզնեսը ինքը գլոբալ բիզնես է, այսինքն միշտ երբ որ ինչ-որ մեկը փորձում է ինչ-որ մի երկիր մտնի որպես ներդրող, ինքը միշտ նայում է, թե այդ երկրի կառույցները, հիմնական ֆինանսական ինստիտուտները ինչպիսին են։ Եվ այս տեսանկյունից իմ կարծիքով առավել քան ակնհայտ է, որ սա շատ դրական ազդեցություն է ունենալու մեր վրա, որտեղ փաստացի ինչ է տեղի ունենալու, ինչ որ մեկը այդ ուզենա Հայաստանի Հանրապետությունում թե ֆինանսական համակարգում, թե իրական հատվածում ներդրում անի, տեսնել է, որ ունենք ընկերություն, որը որ ըստ էության գլոբալ է արդեն։ Դա իմ կարծիքով շատ դժվար է թերագնահատել որպես կարևոր քայլ մեր տնտեսության համար։ Ամերիաբանկի այս ձեռքբերումը մեզ համար շատ կարևոր է եւ ուզում եմ հատուկ շեշտադրել, թե ինչ կարևորություն ունի այս քայլը Հայաստանի Հանրապետությունում ներդրումների տեսանկյունից, հատկապես շեշտադրելով միջազգային ներդրումները, ընդ որում թե ֆինանսական համակարգի, թե իրական հատվածի տեսանկյունից։ Տեսեք, ինչու է սա կարևոր։ Երբ որ խոշոր միջազգային ներդրողը ուզում է ինչ-որ մի երկիր մտնի, իր համար ամենակարևորը հասկանալ, թե ինչ որակի խաղացողներ ունի այդ երկիրը։ Եվ ֆինանսական համակարգը սովորաբար այցեքարտն է։ Այդ տեսանկյունից այս քայլը շատ դժվար է թերագնահատել իր կարևորությամբ, քանի որ փաստացի միջազգային ներդրողը երբ որ գալիս է Հայաստանի Հանրապետություն, տեսնում է, որ մեր բանկերից մեկը ըստ էության արդեն գլոբալ խաղացող է, իսկ ֆինանսական համակարգում դա առաջնային նշանակություն ունի։ Դա նաև չի սահմանափակվում միայն ֆինանսական համակարգի վրա, ճիշտ է դա նաև ընդհանուր իրական հատվածի վրա, որովհետև գլոբալ իմաստով, ինչպես նշեցի, ֆինանսական համակարգը այցեքարտն է եւ միջազգային ներդրողների տեսանկյունից ակնհայտ է, որ սա էական կանաչ լույս է այն առումով, որ իրեն գալիս են հասկանալի, կանխատեսելի կարգավորման դաշտ, որակյալ շուկա։ Ամերիաբանկի գլխավոր տնօրեն Արտակ Հանեսյանն ընդգծում է իրադարձության կարևորությունը ոչ միայն բանկի եւ խմբի, այլև տարածաշրջանի եւ Հայաստանի համար։ Մեր մուտքը Լոնդոնի ֆոնդային բորսայի 100 խոշորագույն ընկերությունների շարք հստակ ազդակ է միջազգային շուկաներին, որ Հայաստանն ունի ուժեղ եւ մրցունակ ֆինանսական հաստատություններ, որոնք կարող են վստահորեն գործել համաշխարհային մակարդակով։ Սա կբարձրացնի Հայաստանի ներդրումային գրավչությունը եւ կստեղծի լրացուցիչ հնարավորություններ երկրի երկարաժամկետ զարգացման համար։ Մեր հաջողությունը հաստատում է Ամերիաբանկի զարգացման ռազմավարության կենսունակությունը, որը հիմնված է հաճախորդակենտրոն մոտեցման եւ թվայնացման ժամանակակից լուծումների ներդրման վրա։ Հատուկ շնորհակալություն մեր հաճախորդներին, նրանց վստահության եւ մեզ հետ գործընկերության շնորհիվ հնարավոր դարձավ այս ձեռքբերումը։ Եվ իհարկե, շնորհակալություն մեր թիմին պրոֆեսիոնալիզմի եւ մեծ նվիրումի համար։ Սա բոլորիս համատեղ նվաճումն է եւ կարեւոր քայլ մեր երկրի ապագայի համար։ Այսպիսով, Ամերիաբանկը դարձել է առաջին հայկական ֆինանսական հաստատությունը, որը ներկայացված է այս հեղինակավոր ցուցակում։ Որպես Lion Finance Group միջազգային ֆինանսական խմբի մաս, Ամերիաբանկը ընդգրկվել է Լոնդոնի ֆոնդային բորսայի 100 խոշորագույն ընկերությունների ցանկում։ Սա մեր տնտեսության համար աննախադեպ իրադարձություն է։ Այս հաջողությանը նպաստել են մի շարք գործոններ, բայց կցանկանայի դրանցից առանձնացնել երկու հիմնական ուղղությունները, որոնք բանկը հետևել է վերջին տարիների ընթացքում։ Առաջինը դա հաճախորդների բազայի ընդլայնումն է, որի արդյունքում վերջին 2 տարվա ընթացքում բանկին հաջողվել է 2 անգամ ավելացնել հաճախորդների քանակը 400,000-ից հասցնելով 800,000-ի։ Սակայն միայն հաճախորդների բազայի աճը բավարար չէր լինի նման հաջողության համար եւ այդ առումով շատ կարեւոր է նաեւ թվային զարգացման ռազմավարությունը եւ տեխնոլոգիական ընդհանրապես զարգացման ուղղությունը։ Վերջին տարիների ընթացքում մեզ հաջողվել է այդ ռազմավարության շնորհիվ գործարքների 99%-ը տեղափոխել թվային հարթակներ, թվային ուղիներ եւ լուծումներ։ Փաստորեն այս պահին բանկի գործարքների 99%-ը մասնաճյուղերից դուրս է իրականացվում։ Երկրորդ կարևոր հանգամանքը այն է, որ մեր վաճառքների ավելի քան 50%-ը արդեն նույնպես թվային ուղիներով են իրականացվում մասնաճյուղերից դուրս։ Եվ նաև վերջին հանգամանքը, որ կցանկանայի նշեի, դա
թվային հարթակներն են, մասնավորապես My America, My Home, My Car, My Business, որոնք միտված են տարբեր սեգմենտների եւ տարբեր կարիքների բավարարմանը։ Այս երկու հիմնական ուղղությունները՝ մի կողմից բազայի ընդլայնումը եւ մյուս կողմից տեխնոլոգիական զարգացումը եւ թվայնացումը ծառայությունների նպաստեցին, որ շուկայի կողմից, ներդրողների կողմից բանկի արժեքի էական հավելաճ արձանագրվի։ Այս հաջողությունը բնականաբար նախ եւ առաջ մեր հաճախորդների եւ մեր թիմի շնորհիվ է։ Եվ այս հնարավորությունը օգտագործելով ցանկանում եմ շնորհակալություն հայտնել մեր բոլոր հաճախորդներին վստահության համար եւ մեր բոլոր թիմակիցներին այն ջանքերի եւ ներդրման համար, որի շնորհիվ հնարավոր դարձավ այս հաջողությունը։ Ֆինանսական խումբը Լոնդոնի ֆոնդային բորսայում գրանցված է 2006 թվականից, իսկ FTSE 100 ինդեքսում ընդգրկվել է Ամերիաբանկի խմբին միանալուց մոտ 2 տարի անց։ Լոնդոնի ֆոնդային բորսայի FTSE 100 ընկերությունների կազմում ընդգրկվելը կարևոր իրադարձություն է Ամերիաբանկի կորպորատիվ բիզնեսի ել ավելի մասշտաբային զարգացման համար։ Ավելի քան 10 տարի մենք Հայաստանի տնտեսության խոշորագույն ֆինանսավորողն ենք, իսկ այժմ նաև մեր գործընկերների եւ կորպորատիվ հաճախորդների համար դառնում ենք ինստիտուցիոնալ կայունության եւ միջազգային տնտեսության հետ ինտեգրման առումով ամենաազդեցիկ բանկը։ Այս ձեռքբերումն ընդլայնում եւ հեշտացնում է խոշոր ենթակառուցվածքային եւ կորպորատիվ նախագծերի ֆինանսավորման հնարավորությունները։ Ամերիաբանկի աճող միջազգային ճանաչվածությունն ու հեղինակությունն ամրապնդում եւ ընդլայնում են արտասահմանյան գործընկերների հետ համագործակցության հնարավորությունները։ Ներդրողների կողմից մեր նկատմամբ որպես թողարկող բանկի բարձր վստահությունը թույլ է տալիս նաև բարելավել կորպորատիվ պարտատոմսերի թողարկման պայմանները։ Այս ամեն ամրապնդում է մեր դիրքը շուկայում, մեծացնում է հնարավորությունները եւ ստեղծում ավելի ուժեղ բիզնես միջավայր մեր գործընկերների ու հաճախորդների համար։ Մասնագետների գնահատմամբ դա ցույց է տալիս, որ Ամերիաբանկի միանալը կարևոր ներդրում է ունեցել խմբի աճի եւ զարգացման մեջ։ FTSE 100 ցանկում Lion Finance Group-ի ներգրավումը հանդիսանում է տարածաշրջանի համար շատ կարևոր ֆինանսական նորություն։ Ես ուզում եմ շեշտել, որ նախկինում մեր տարածաշրջանից չի եղել այդպիսի մի դեպք, որ տարածաշրջանում գործող եւ հիմնականում տարածաշրջանում իր գործունեությունը ծավալող կազմակերպությունը ներառվի FTSE 100 ցանկում։ Մի փոքր երևի պետք է խոսել, թե ինչ է իրենից ներկայացնում FTSE 100-ը։ FTSE 100-ը դա շուկայական կապիտալիզացիայով Լոնդոնի արժեթղթերի բորսայում ամենամեծ շուկայական կապիտալիզացիա ունեցող 100 կազմակերպությունների ցանկ է, ինդեքս է, որը Financial Times-ի կողմից է հրապարակվում եւ պարբերաբար, այսպես ասած, հետևում են ֆինանսական ոլորտի մասնագետները այդ ինդեքսի շարժընթացին։ Ինչ վերաբերում է Հայաստանի հնարավոր օգուտների մասին, մենք ունեցել ենք նախկինում նաև կազմակերպություններ, որոնք եղել են համաշխարհային եւ ներկայացված են եղել այդ ցանկում մեջ, բայց նաև գործունեություն են իրականացրել Հայաստանում, ինչպես օրինակ Coca-Cola-ն, ինչպես HSBC-ն։ Հիմա մի տեսակ իրավիճակը այլ է։ Համաշխարհային ֆինանսական շուկաներում այնպես չէ, որ Հայաստանի տեղը բոլորը գիտեն։ Սա այն եզակի հնարավորություններից մեկն է, որ համաշխարհային ֆինանսական շուկաներում իմանան նաև Հայաստանի գոյության մասին, իդեմս Ամերիաբանկի եւ Lion Finance Group-ի։